Նոյեմբերի 22-ից 25-ը Սոֆիայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 66-րդ լիագումար նիստը։ Աշխատանքներին մասնակցելու համար Բուլղարիա մեկնեցին ազգային ժողովի պատգամավորները պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի գլխավորությամբ։ Հայաստանը կազմակերպությունում հիմնադիրներից է, կառույցին անդամակցում է 13 երկիր։ Լիագումարում ներկայացվեցին առանցքային զեկույցներ, առաջինը վերաբերում էր նորօրյա աշխարհում արհեստական բանականության դերին։ Հայաստանը ոլորտում թեև սկսնակ է, այդուհանդերձ հաջողությունները տեսանելի են։ Արհեստական բանականության ոլորտում Հայաստանը կարելի ասել նոր է սկսել մեծածավալ ներդրումներն ու զարգացումը, հաշվի առնելով այն աշխատանքները, որ հիմա կատարվում են, եւ այն պրոյեկտները, որոնք կան, ես հուսով եմ, որ մոտ ապագայում մեր դիրքերը զգալիորեն կբարելավեն։ Ու ամենաեականը այդ թվում NVIDIA-ի կողմից $500 միլիոն ներդրումով արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցումն է, որի հետ կապված գիտեք, որ 2 շաբաթ առաջ արդեն ԱՄՆ-ն իր համաձայնությունը տվեց այդ համապատասխան սարքավորումները Հայաստան տեղափոխելու համար։ Ինչպես փաստում է Բաբկեն Թունյանը, Սոֆիայում պատվիրակները համատեղ հայտարարությամբ հաստատեցին Գազայի իրավիճակի եւ մարդասիրական օգնության աջակցության վերաբերյալ փաստաթուղթը։ Անդրադարձ կատարվեց նաեւ կազմակերպության եւ Եվրամիության հարաբերությունների խորացմանը վերաբերող ուղղություններին, քննարկվեցին նաեւ կառույցի ֆինանսական հարցերը։ Բաբկեն Թունյանը օրակարգից դուրս հանդես եկավ նաև ելույթով։ Պատգամավորը կարևորեց օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների նախագահների ստորագրած համատեղ հռչակագիրը։ Փաստացի խաղաղության պայմաններում սա մեր առաջին այդ պլատֆորմի մեծ հանդիպումն էր։ Մենք հայտարարեցինք, որ մենք վերադիրքավորվում ենք եւ փորձելու ենք շեշտը դնել պոզիտիվ դրական օրակարգերի վրա, փորձելու ենք օգտագործել այս հարթակը, որպեսզի ինտեգրվենք միջազգային ու տարածաշրջանային պրոյեկտներին եւ խորացնենք տնտեսական համագործակցությունը երկրների միջև, ինչը նաեւ խաղաղությունը իր հերթին կամրապնդի եւ այս պլատֆորմը օգտագործելու ենք ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների բարեկեցության ապահովության համար։ Բաբկեն Թունյանի հայտարարությունը լիագումարում պատվիրակների կողմից ընդունվեց դրական։ Խորհրդարանականները Սոֆիայում կայացած նիստերի շրջանակում քննարկեցին նաև նախագահության փոխանցման հարցը եւ այն ռոտացիոն կարգով 6 ամիս ժամկետով ստանձնեց Վրաստանը։